Ժողովուրդ ջան, ուժեղներ ջան, ողջունում եմ բոլորիդ։ Ես ձեր ցավը տանեմ։ Դուք չեք պատկերացնում ստեղից ինչ տեսարանա։ Այս ուժեղների տեսարանն է։ Խնդրում եմ նայեք կողքին, նայեք ինչա կատարվում։ Էսա միասնությունը, էսա փոփոխությունը, ու մենք միասին ունենալու ենք փոփոխություն։ Սիրելի ընկերներ, այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր պահանջում են փոփոխություն, ովքեր դեմ են եկեղեցու ապականմանը, դեմ են ատելությանը, դեմ են պառակտմանը։ Մենք ուզում ենք ոչ թե գոյատևել, այլ ապրել, ոչ թե դիմանալ, այլ ծաղկել և զարգանալ։ Մենք ուզում ենք այդ Հայաստանը, և ես ձեզ ասում եմ, այդ Հայաստանը հնարավոր է։ Հնարավոր է ուժեղ խաղաղություն, որը ձեռք է բերված ոչ թե հանձնումով, այլ կառուցված է արժանապատվությամբ։ Հնարավոր է ուժեղ տնտեսություն, որտեղ ձեր ջանքն ու ձեր երազանքը արժեք ունեն։ Հնարավոր է ուժեղ Հայաստան, որտեղ ոչ ոք չի ձերբակալվի ձայն ունենալու համար, որտեղ ոչ ոք չի ահաբեկվի ճշմարտություն ասելու համար, որտեղ ոչ ոք ստիպված չի լինի ընտրել հայրենիքի և ապագայի միջև։ Մենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին։ Կանգնեցնենք Փաշինյանին, որպեսզի նա չկործանի այն երիտասարդի կյանքը, ում միակ մեղքը եկեղեցում գտնվելն էր։ Այժմ նա կալանավորված է, և նրա առողջական վիճակը վատթարանում է։ Մեզանից յուրաքանչյուրը կարող էր լինել այդ երիտասարդի տեղում։ Կանգնեցնենք Փաշինյանին, որպեսզի նա չահաբեկի մարդկանց, ինչպես այն արցախցի աղջկան մետրոյում, ով հրաժարվել էր վերցնել Փաշինյանի կտրտված Հայաստանի քարտեզը։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել հաջորդ մարդը, ով կարժանանա Փաշինյանի ճնշումներին։ Կանգնեցնենք Փաշինյանին, որպեսզի նա չձերբակալի այն մարդկանց ազգային ժողովի առջև բողոք բարձրացնելու համար։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել հաջորդ քաղաքացին, ով կձերբակալվի միայն այն բանի համար, որ համաձայն չէ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների հետ։ Սիրելի ընկերներ, մենք այսօր այստեղ ենք, որովհետև այլևս չենք ուզում լռել։ Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի բարձրացնենք մեր ձայնը հանուն փոփոխության։ Լռելու ժամանակը ավարտվել է։ Եթե չեք ուզում ապրել պատերազմի վախի մեջ, եթե չեք ուզում ապրել մի երկրում, որտեղ կան քաղբանտարկյալներ, եթե չեք ուզում Ալիևին շնորհակալություն հայտնել, մինչվեր վանքերը վանդալիզմի են ենթարկվում, մինչ հայերը շարունակում են մնալ բանտարկված Բաքվում, ապա ժամանակն է բարձրաձայնելու փոփոխության պահանջը։ Եթե չեք ուզում ապրել աղքատության մեջ կամ պարզապես գոյատևել, ուրեմն ասում ենք փոփոխություն։
Փոփոխություն Փոփոխություն Եթե դուք հոգնել եք Փաշինյանի պարակտիչ կոչերից, երբ եղբորը կանգնեցնում է եղբոր դեմ եւ մեզ ավելի է մոտեցնում ներքին բախման ու պատերազմին, ապա պետք է գործենք հենց հիմա։ Եթե ցանկանում եք այնպիսի ապագա, որտեղ Հայաստանը կունենա մնայուն խաղաղություն, կլինի հարգված, բարեկեցիկ եւ միավորված, ապա առաջ շարժվելու միայն մեկ ճանապարհ կա։ Սիրելի ընկերներ, կա միայն մեկ առաջնորդ, ով կարող է կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին, միայն մեկ առաջնորդ, ով կարող է փոխարինել, ով կարող է փոփոխություններ բերել, բռնապետությունից դեպի իրական ժողովրդավարություն, միայն մեկ առաջնորդ, ով կարող է պատերազմի վախը փոխարինել մնայուն խաղաղությամբ։ Եվ նրա անունն է Սամվել Կարապետյան։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Սամվել Կարապետյանը ներկայացնում է մեզ բոլորիս։ Սամվել Կարապետյանը պայքարում է մեզ բոլորիս համար։ Սամվել Կարապետյանը կլինի այն վարչապետը, որ կծառայի մեզ բոլորիս։ Հայաստանի ճակատագիրը ձեր ձեռքերում է։ Բաց մի թողեք ապագան ձեր ձեռքից։ Գնացեք ընտրության, հանուն Հայաստանի, հանուն ձեզ, հանուն փոփոխության։ Թող ձեր ձայնը լսելի լինի եւ պահանջեք փոփոխություն։ Փոփոխություն միայն Սամվել Կարապետյանի հետ։ Սամվել, 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 Սամվել։ Եվ եւս մեկ անգամ կոչ եմ անում բոլորիդ, միաձայն ասել Սամվել Կարապետյան վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։